Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 24-ի համար, օրը երկուշաբթի աշխատանքային օր է և տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվում։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 24-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը որոշ գործեր կարծես չեք հասցնում անեք, չեք հասցնում ավարտեք, նաև կամ ինչ-որ մեկի հետ կարող եք վիճել, կամ դա կարող է լինել տուն եք մաքրում, հնարավոր է եթե տուն եք մաքրում ու բուրկա եք անում, ապա ոնց որ չեք հասցնում ավարտել այդ օրը, ոմանք ունեն սիրային թաքուն հարաբերություններ, ոմանք ունեն սիրային եռանկյուն հարաբերություններ, ում հետ որ կարող եք հանդիպել այդ օրը, կամ սա կամ ձեր հանդեպ են թաքուն գործողություններ անում, կամ նաև դուք եք կարող անում, պարտադիր չի թաքուն ինչ-որ վատ գործողություններ, դա կարող է լինել ինչ-որ ծնունդ, ինչ-որ անակնկալ ծնունդին վերաբերվող այդպես, և երեկոյան ինչ-որ բան կարող է ձեզ տանջել, սկսեք տատանվել, կմտածեք ինչ-որ բանի շուրջ, ծանր ու թեթև կանեք, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայենք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 24-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը կարող եք հուզվել, արտասվել, մի փոքր տխուրեք, ունեք ինձ մոտ այդ հուզվելը մեկ անգամ եղավ, որ հուզված ինչ-որ մի բան ես անում, լարված ինչ-որ մի բան եք անում, հնարավոր է այդպես է նաև, և գործնական ոչ է հանդիպում ունեք, գործնական խոսակցություն ունեք ինչ-որ մարդկանց հետ,
Երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ են, հնարավոր է հղիություն, ծննդաբերություն, հնարավոր է նաև երեխաների հետ կապված ոչ մի բան է, կամ ծնունդ, կնունք կամ եւ այլն։ Հանկարծակի լուր կարող եք լսել այդ օրը, կարող է նաև դա է ձեզ երջանկացնում, ինչ-որ մի բան ձեզ կերջանկացնի այդ օրը, երջանիկ եք համենայն դեպս, պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք, կամ դրանից է ինչ-որ մի բաներ գալիս, ինչ-որ տեղեկություն եք իմանում, նաև ժամը ձեզ համար շատ կարևոր է, շատ իր եղեք, որպեսզի չուշանաք եւ ճանապարհ եք գնալու, կամ ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ, ինչ-որ կարող ֆիքսված ժամ են ասում ձեզ եւ գալիս են ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 24-ին։ Հեսա որ ասամ, էլի կասեն եկվորյակների ժամանակ եք հիշում մոման։ Հարգելի եկվորյակներ, էլի ձեր ժամանակ հիշեցի մոմը, էլի կասեք հեսա, էլի մեր ժամանակ եք հիշում։ Ուրեմն, այդ օրը, այստեղ երեխաների հետ կապված ոչ իրադարձություն ունեք, նայեք սեղանի շուրջ եք նստելու կամ ինչ-որ մի բան է լինելու, որ նշեք, երեխաների մոտ կամ ձեր երեխաներն են գալու ձեր տուն, նստեք սեղանի շուրջ։ Օրվա ընթացքում ոչ ինչ-որ տհաճ պահեր կան, տհաճություն կա, նաև հաղթանակած դուրս կգաք ինչ-որ մի հարցում, ինչ-որ մի բանից, եւ տան հետ կապված իրադարձություններ հնարավոր է այդպես, կամ ձեր տանն է երեխայի առիթ, կամ պետք է գնաք երեխայի առիթի։ Այսքանը կամ ինչ-որ մի բան եք նշում, որը տան հետ է կապված, կողո ձեր երեխան տուն է գնել եւ դա եք նշում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 24-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը ինչ-որ գործեր կավարտեք, հնարավոր է հաջողությամբ եք ավարտում, ինչ-որ գործ հաջողությամբ լուծում եք այդ հարցերը նաև։ Երեխաների հետ կապված այստեղ հնարավոր է գալիս են, դեռ երեխաներում վաղուց չեք տեսել, ինչ-որ մի բան է, որ երեխաներին տեսնելուց այդպես ձեզ շատ լավ կզգա կամ ինչ-որ մի լուր կարող եք իմանալ իրենց մասին, որ լավ զգաք։ Կարող ձեր երեխան սիրահարվում է, դրա մասին եք իմանում։ Նաև առիթ է, որ ձեզ շատ լավ կզգաք, ձեր հարազատների շրջապատում կլինեք։ Եվ չար մարդիկ կան, այստեղ եթե առիթ եք գնալու այնտեղ հնարավոր է ինչ-որ մարդիկ լինեն, ովքեր բամբասում են, կամ ձեր կողքը ուղղակի կարող է ուրիշից բամբասեն, խոսեն այդպես։ Իրենց չար հայացքները նկատեք, ինչ-որ միտեղ կգնաք, երկար կմնաք։ Եվ կարելի ասել այն գործերը կամ եւս ինչ-որ մի գործ է մնում, կարող գնում եք առիթի եւ ինչ-որ գործ չեք հասցնում անեք, կամ դա այն գործն է, որը որ չի կարել, դա եք ավարտում։ Այդ երկուսն էլ հնարավոր է, որտեղ իրանք իրարից բավականին հեռու են։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկը ավարտում եք, բայց ինչ-որ մեկը չեք հասցնում ավարտեք, որովհետև մեկ այլ գործով եք զբաղված։ Եվ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, նոր հետո արեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առուսների։ Ինչ է սպասվում առուսներին մարտի 23-ին, 24-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ ունեք կամ հանկարծակի լուր կարող եք լսել, իրենք կարող են ինչ-որ մի բան ասեն կամ իրենց մասին լսեք, որ ինչ-որ մեկը հղի է, կամ ծննդաբերում է, մի փոքր կարող եք հուզվել նաև առավոտյան մինչև երեխաների հետ կապված ոչ իրադարձությունը, կարող ձեր երեխաների կամ ձեր թոռն է ծնվում կամ նաև կարող է ինչ-որ մի բան է, որը ուրախացնում է ձեզ։ Հետո հյուր կարող եք գնալ կամ ձեր տուն հյուր գան։ Եվ օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված, թե ինչ կանեք, ինչպես կանեք, եւ ինչ որ հարցում էլ հաղթանակած դուրս կգաք, ինչ որ մի բան լավ կանեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 24-ին։
Հարգելի գույսեր, այդ օրը հանկարծակի լուր կարող եք լսել, հնարավոր է նաև վիճում եք ինչ-որ մարդկանց հետ կամ տուն եք մաքրում, գալիս են, լսում եք, որ ինչ-որ մարդիկ են գալիս ձեր տուն և տուն եք մաքրում, նաև աշխատանքի հետ կապված այստեղ կամ ձեր երեխան ձեզ կօգնի, որպեսզի աշխատանքը անեք ավարտեք, կամ ձեր երեխան միգուցե ընդունվում է աշխատանքի, հնարավոր է մանկական որևիցե տեղում եք ընդունվում աշխատալու, կամ խոսում եք ձեր երեխայի հետ աշխատանքի մասին, նաև պետական աշխատողի հետ կարող եք խոսել ձեր երեխայի մասին, գնում եք իրանց ուսման կենտրոն և խոսում եք տնօրենի հետ, ուսուցչուհու հետ և այլն, նա ևս այստեղ է մտնում, և կարող եք միասին որոշել սկսել աշխատել, կարող է մեծ է ձեր երեխան և միասին ինչ-որ գործ կարող եք անել, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մարտի 24-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը կամ դուք եք նվեր ստանալու, կամ ձեզ դուք կարող եք նվեր տալ։ Նաև այստեղ սեղանի շուրջ եք նստելու, դա կարող է լինել նվերը արդեն որևիցե քաղցրի տեսքով, կամ ծաղիկի, ինչ-որ հույս ունեք, հույսով լցված եք, կամ այդ սեղանի հետ է կապված, կամ միգուցե հետո եք հույսով լցված, որ ամեն ինչ լավ կլինի, և երեկոյան նորություն կլսեք, ոչ է տեղեկատվություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 24-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ ունեք, ծնունդ, գնունք, ինչ-որ բաներ, որ երեխաների համար պետք է անեք, երեխաները կարող են գալ ձեր տուն և այլն, նա ինչ-որ բաներ են, որոնք երեխաներին է վերաբերվում։ Նաև սուտ կա այդ օրը, ուշադիր եղեք, ընկերոջ հետ հանդիպում կամ շփում,
եւ հեռախոսազանգ նաեւ։ Ինչ-որ մի բան կարող ձեզ սուտ ասել, սուտ պատմել եւ այլն։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 24-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը որևիցե գաղտնիք կարող է բացահայտվել, նաև ոչ նամակ, տեղեկատվություն, փաստաթուղթ կարող եք ստանալ, նավրը հրավիրատոմս է այստեղ առիթի, որովհետև հրավերք ունեք առիթի, հրավիրատոմս է եւ գնում եք նվեր գնելու։ Կամ հակառակը դուք եք տալիս ինչ-որ մեկին, դուք եք գրում ինչ-որ մեկին, դուք եք հրավիրում եւ էլի նորից դուք եք նվեր ստանում այդ դեպքում։ Եվ հյուր կամ դուք եք գնալու իհարկե կամ ձեր տուն կգան եւ հուզվում եք այդ մարդուն կողը տեսնելուց, նորը վաղուց չեք տեսել եւ հուզվում եք իրեն տեսնելուց։ Կամ ինչ-որ մի բան է լինում այդ առիթի ժամանակ կամ որ ձեզ հրավիրել են, միգուցե կարող է ձեզ քավոր սանիկության առաջարկ են արել այստեղ կնքահոր, կնքամոր դրամար եք հուզվում։ Եվ իհարկե օրվա վերջ մի փոքր ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Օրինակ դեղ եք խմում, որպեսզի քնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 24-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը ուշադիր եղեք, ոմանք կարող են վիճել, ոմանք ուղղակի կարող են տուն մաքրել։
Նաև ոչը հարցում հաղթանակած դուրս կգաք այդ օրը, ինչ-որ մի բան ձեր օգտին կամ ինչ-որ մի բան լավ կանեք, կավարտեք եւ այլն։ Ոմանք սիրային ժամադրություն ունեն, ոմանք նաև իրենց սիրելիների հետ կապված ինչ-որ պայմանավորվածություն ունեն, որպեսզի հանդիպեն։ Եվ ոչը գախնիկ կարող է բացահայտվել այդտեղ, կարող է ինչ-որ մեկին սիրո խոստովանություն անեն կամ հանդիպեք ինչ-որ մեկի հետ եւ դա դուրս գա սիրային ժամադրություն այդպես։ Նաև ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ յուրաքանչյուր ամիս ձեզ հետ կատարվում են, այդ օրը եւս կարող են կատարվել եւ նա վրա վերջի 1 ամսվա իրադարձությունը ավարտվում ձեզ մոտ։ Եվ երեկոյան կամ շուտ կպարկեք քնելու կամ մի փոքր ուշ։ Նա ոմանց համար ինտիմ հարաբերություններ են նաև։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 24-ին։ Հարգելի ջրհոսներ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ինչպես կանեք, ինչ կանեք։ Նաև ոչը հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ որ մի բան ձեր օգտին կավարտվի կամ ինչ որ մի լավ բան կանեք, կավարտեք, հա, ինչ որ լավ ձևով։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան։ Նաև ոչը միտեղ կարող է գնալ, երկար մնալ, նա ինչ որ մի բան է դանդաղում, ինչ որ մի բան է կանգնած։ Բացի դա էլ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր արեք եւ հանկարծակի լուր կլսեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 24-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ինչ որ միտեղ կարող եք գնալ երկար մնալ։ Հնարավոր է ինչ որ մի բան է դանդաղում, ինչ որ մի բան է կանգնած, որը որ ձեզ ցավ է տալիս։ Ինչ որ մի բան կա, որ այդ օրը նաև կարող է ձեզ ցավեցնել։ Օրը ձեր ձեռքում է ամենայն դեպս ձեզանից շատ բան է կախված, թե այդ իրավիճակի պատճառով
ցավ կզգաք, թե ոչ եւ այլն, թե ինչ կանեք ընդհանրապես եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր արեք։ Եվ այդ օրը նաեւ կարող եք հանդիպել ձեզ հարազատ որևիցե մարդու հետ։ Ընկերոջ, ընկերու կամ ուղակի հարազատ որևիցե մեկի հետ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։